Բարի եկեք բոլոր։ Նորից էստեղ ենք, ինձ թվում է նորից ուրախ ենք։ Չգիտեմ, շատ ենք ուրախ թե քիչ, բայց ուրախ ենք։ Սիլվայի հետ այն օրը որ խոսեցինք, այդպես ասեցի, ասի Սիլվա, այնքան հավեսով են մարդիկ մասնակցում։ Այնպես չի էլի, որ շատ որակով միջոցառում եմ անում։ Ուղղակի սա հնարավորությունն է, որ մեր կարոտը մեր մեջից դուրս գա։ Ու ամեն մեկը մի ձևով անում, մեկը երգում է, մեկը արտասանում է, երրորդ, չորրորդն էլ ծափահարում են, որի համար շնորհակալ ենք։ Ուզում եմ այսօրվա կարգախոսը դնել Աստծո այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու։ Մեր իմ ամենասիրած արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերն են։ Այո, բոլորս ենք արժանի սիրելու, բոլորս ենք արժանի սիրվելու ու բոլորս ենք արժանի նաև սիրելու։ Հրաշալի խոսքեր են։ Ու մինչև միջոցառման առաջ անցնելը ուզում եմ ծափահարենք Հրանտ Մաթևոսյանին, որտեղ փետրվարի 12-ին լրացավ նրա 90-ամյակը։ Ուզում ենք լսել Համոսահյանի առաջին սերը բանաստեղծությունը իմ թորան կատարմամբ։ Ես չգիտեի թե ինչ էր սերը, ինչ էր այդքան շուտ ինձ քնից հանում, և ինչից էր որ քունս չէր տանում։ Ես չգիտեի թե ինչ էր սերը, բայց ոչ մի անգամ չէի քարկոծում, երբ վազում էին մեր գիժ հորթերը, մեր կանաչ բանջարանոցում։ Ես չգիտեի թե ինչ էր սերը, ուզում էի գտնել մի հնար, որ ձեր ծաղկաբուր ձեզի ստվերը, ամբողջ օրը մեր կտուրին մնար։ Ես չգիտեի թե ինչ էր սերը, բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս, շփոթվում էին սրտիս զարկերը և պոկվում է օջախի սալիս։ Եվ չմոռացա նոր սիրո բոցում, տատիդ փեշերը, ձեզի ստվերը, այն գիժ հորթերը բանջարանոցում։ Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը, ես նոր հասկացա առանց տխրելու, որ այդ էր եղել առաջին սերը, ու երբեք չի մոռացելու։ Ասեմ, որ լրիվ հասկացել էր բանաստեղծությունը, պարզեցինք մի փոքր գաղտնիք էլ, որ բոլորս էլ սկսած իրանից առաջին դասարանից չեմ ասում էլ մանկապարտեզից սիրահարվել ենք։ Եկեք չժխտենք, գոնե մեր մեջ ինքներս մեջ ես չեմ ժխտում, ես իմ երեխաների վրա եմ տեսել, թորներից վրա եմ տեսել և ինձ թվում է նաև ձեզ։ Այդպես է, սերը գալիս է սկզբում առանց հասկանալու, հետո կամաց տարածվում է, այդ սերն է, որ պահում է աշխարհը կանգուն, դեռ որ։ Գրետան պիտի արտասանի Սիլվա Կապուտիկյանին, որը շատ համահունչ է այս բանաստեղծությանը, դրա համար ուզեցա, որ միասին լինի, խնդրեմ։ Թե ես չեմ սիրում քեզ, ինչու է ձմեռն այսքան գարում, ձմռան արևն այսքան այրում, անխոս երկինքը այսքան անհուն, եթե չեմ սիրում քեզ, եթե դու չես սիրում ինձ, հապա ինչի են ձեր փողոցում այդքան սիրով ինձ ճամփա բացում, անցորդներ, տներ, մայթերություն, եթե դու չես սիրում ինձ, ու թե չենք սիրում մենք իրարու, ինչի են այստեղ այսքան անթիվ, այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ, աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ, եթե չենք սիրում մենք իրարու։ Որպեսզի ամեն մեկից հետո չասեմ նոր մինչև միջոցառումը սկսեցի, Մարին Լյուդմիլան էստեղներին ասեցի, ես այնքան երջանիկ եմ, որ ձեզ ունեմ, իսկապես երջանիկ եմ, գիտեք, ամեն համայնքում չի, որ այսքան բացի են, որ լավ մարդիկ, պատրաստական մարդիկ, երկրորդ անգամ խնդրելու հնարավորություն հարկը չի լինում, մարդիկ անմիջապես համաձայնվում են, ուզում ես աշխարհ շուրջ տաս, մի բան էլ որ չգիտես, ասում ես որին եմ, բայց անենք, որովհետև նորից ու նորից սա մի առիթ է մեր կարոտը մեր մեջից հանելու, մեր հսկայական Հայաստան օվկիանոսին մի կաթիլ ավելացնելու մեր կողմից, ինչքանով որ հնարավոր է դա։ Ու ասեցի հենց Գրետայի օրինակով շնորհակալություն ես դպրոցին իր ուսուցիչներին, իր ղեկավար Սիլվային, որը
ինձ հրաշալի հենարանա։ Մյուս հպարտությունը եւ բոլորդ եք հպարտություն ամեն անգամ չեմ նշելու, բայց չեմ կարող չնշել գորին։ Մեր գորը մեր ամենամեծ հպարտություններից մեկն է, այս երեխան աչքերով Հայաստան կբերի հիմա մեզ մոտ։ Հիմա կլսեք Հովհաննես Թումանյանի, ինքը մի անգամ էլ ասել սա, բայց այսօրվա երեկոյի հետ շատ համահունչ է։ Լսենք գորին ու իր մամային։ Հոգուս հատոր, սրտիս կտոր, դասիս համար դու մի հոգար, տե կան դասեր, կան նաև սեր, և ինչ զարմանք, իմ աղավնյակ, որ կենթանի, մի պատանի, սերը սրտում, դասը սրտում։ Հովհաննես Թումանյանի առաջին սերը։ Թումանյանն առաջին անգամ սիրահարվել է 12 տարեկանում։ Տղան սովորում էր Ջալալօղլու ներկայիս Ստեփանավան դպրոցում։ Թումանյանի առաջին սերը դպրոցի հիմնադիր Տիգրան Տեր-Դավթյանի դուստրն էր, Վարսենիկ Տեր-Դավթյանը, եւ հենց նրան էլ նվիրում է իր առաջին սիրային բանաստեղծությունը։ Մեկ այլ սիրային պատմություն Թումանյանից։ Հովհաննես Թումանյանն ուներ հավատարիմ աջակից, իշխանուհի Մարիամ Թումանյանը։ Նա զարգացած, հմայիչ, մեծահոգի կին էր, հանրային գործիչ։ Երիտասարդ տարիներին մի պահ է գալիս, որ Հովհաննես Թումանյանը ֆինանսական խնդիրները լուծելու համար որոշում է քահանա դառնալ, բայց Մարիամ Թումանյանն ամեն ինչ անում է, որ հանճարեղ բանաստեղծը նման ճարահատյալ որոշումներ չկայացնի։ Մարիամը ամուսնացած էր վրացահայ մի իշխանի հետ, ուներ 6 երեխա, Թումանյանը ևս հրաշալի ընտանիք ուներ։ Մարիամի հետ նրան կապում էր վեհ բարեկամությունը, հոգևոր մտերմությունը, որը տարիների ընթացքում վերաճում է սիրո։ Բայց նրանք երկուսն էլ հաղթահարում, անտեսում են իրենց զգացմունքները և շարունակում են մնալ ուղղակի բարեկամներ։ Մենք չէինք կարող միանալ, գրում է իշխանուհի Մարիամ Թումանյանը, որովհետև երկու ընտանիք պիտի քանդվեր, իսկ ուրիշի դժբախտության վրա հիմնված բախտավորությունը երբեք ուրախություն չի տալիս մարդուն։ Ես այս որոնումների արդյունքում մի բացահայտում արեցի, Արուս Ոսկանյան և Չարենց այդ կապը լսել էի շատ անգամներ ինչ որ անհարկի պատմություններ այդ մասին, ասում են բռնված չէ, գող չէ, ես չգիտեմ, բայց որ Արուս Ոսկանյանը համեղ սիրահարված է եղել կարծեմ 30 տարվա տարբերությամբ Թումանյանին, ես ապշեցի, չեմ իմացել այդ բանը։ Էնպես որ եկեք ծափահարենք այդ արտիստին, ասում եմ մեռած մարդկանց անունները ինչքան տանք, ինչքան շատ տանք, իրանք կենդանացած կզգան։ Հանցնում ենք առաջ և մեր մյուս հրաշքը Կարինան և Անժելան ամենահրաշալին ուզում եմ որ կատարեն մեզ համար շնորհակալ եմ բոլորիցդ երեխեք ուժ եք տալիս որ հիմա կարող շալախու պարեմ թողնեմ ես ամեն ինչը Կարմիր ծաղիկման գարունի Արդու ինձի նվերեցի Կարմիր ծաղիկման գարունի Արդու ինձի նվերեցի Դու
չանցա Եվ ուրվական կասկածի ուրվական Անոր մոտեն երբեք չանցա Եվ ուրվական կասկածի ուրվական Անոր մոտեն երբեք չանցա Կարմիր ծաղիկ գարմիր Արդուղից նավիրեցի Շնորհակալ եմ, երեխեք։ Նորից ու նորից շնորհակալ եմ։ Անցնում ենք ուր էր հրաշալիների հրաշալին, երևի այնտեղ գալիս է, տիրուհու մասին է խոսքը։ Դե Յանի ապելի ու Ռուբեն Սևակի սիրո պատմությունը բոլորս գիտենք, մի ուրիշ անգամ անդրադարձել ենք, ես նույնիսկ մի անգամ պատմեցի, ինչքան հիշում եմ, թե ինչպես դեսպանատանը, երբ որ Ռուբեն Սևակին ձերբակալել էին, եւ այն սև ցուցակում էր ու այդպես էլ մնաց, Յանին գնում է դեսպանատուն եւ խնդրում ասում է ինչ կլինի, դեսպանին Գերմանիայի ասում է հանեք իրան այդ ցուցակից։ Եվ լավ բժիշկ էր, եւ լավ քաղաքական գործիչ էր, լավ հայ էր, այդ դեսպանը հրաժարվում է, ասում է նրանք բոլորն էլ այդ ճանապարհով պիտի գնան, այս կինը իր գերմանական անձնագիրը պատռում է եւ շպրտում է դեսպանի վրա ու այդտեղից դուրս է գալիս եւ հրաշալի երկու երեխաներ է մեծացնում, շատ հայ երեխաներ ու կարծեմ Կանադայում են ապրել, ճիշտ եմ ասում Տեր հայ, հա։ Ուղղակի, չգիտեմ, Ֆրանսիա, ես չգիտեմ ինչի հիշում եի Կանադայում, դրա համար ես այդ ասեցի ճշտ եմ։ Ֆրանսախոս համայնք է։ Հա, բայց հրաշալի հայերեն են իմացել այդ կինը շատ լավ հայ երկու տղա ու աղջիկ են ունեցել ինչքան։ Աղջիկը մահացավ վերջին քանի տարի առաջ եւ իր ամբողջ արխիվը եւ հոր նկարները բոլորը նվիրեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին 10 տարի առաջ։ Եվ հիմա Էջմիածնում Ռուբեն Սևակյանով խանգարան։ Ինչ ասեմ, չգիտեմ, մեկը մեկից տխուր պատմություններ, նորից Ֆրանսիան պիտի հիշեմ, ասում եք ին հասնիկ, ինչքան տխուր են այս ամեն ինչը, կարծեմ Սիլվա Կապուտեկյանի խոսքերն են, ասում եմ արդեն, որտեվ այդ բանաստեղծությունն ու պոեզիան տառապանքի արդյունքում է ծնվում։ Հիմա մերն էլ պլյուս մեր տխրությունն ու այդ ամեն ինչը, բայց միշտ դրական պետք է լինենք, մենք էլ իրավունք չունենք տխրելու։ Հատկապես որ այսպես երիտասարդներ ու այս ձեր նման ժողովուրդ ունենք մեր համայնքում, խնդրեմ հրաշքների հրաշք, արի։ Տեսնենք ով իրա վրա կվերցնի, անուններ չենք տալիս։ Okay, ուրեմն Ռուբեն Սևակը պաշտում էր իր գեղեցկուհի կնոջը։ Ինչ լավ է երկուք ըլլալ եւ միայն մեկ անձ կազմել։ Պաշտամունքի հասնող են Սևակի նամակները Յանին պոետի համար հրեշտակային ամենահմայիչն ու ամենապաշտելին պստիկիներուն մեջ։ Մինչ ամուսնությունը եւ անգամ կյանքի վերջին օրերին էլ Ռուբեն Սևակը շատ նամակներ է գրել իր սիրելի պաշտելի Յանին։ Սևակն իր սերն հավերժ ապրեցնելու իսկապես յուրահատուկ միջոց է գտել։ Այսպես Յանիս, ես քեզ կսիրեմ իմ երազովս եւ կախման 3 կետերովս անմռունչ։ Իզուր իմ աչքերուս մեջ մթին հարցական նշանը պիտի փնտրես։ Պիտի այնտեղ գտնես միայն իմ հավատքս քեզի հանդեպ եւ իմ սերս քեզի հանդեպ եւ իմ կյանքս քո մեջդ։ Եվ կկարծեմ, թե մեր սիրո մեծ գրքին եւ աշխարհի մյուս բոլոր սերերուն մեջ կա միայն մեկ տարբերություն, այն, որ ոչ մեկ հարցական նշան գոյություն ունի այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է եւ ճշմարիտ եւ արևելյան։ Ապրես սիրուն աղջիկ ջան։ Իսկ հիմա Ինչու զիս սիրեցիր, փոքրիկ աղջիկ, քեզի մեղք էր, փոքրիկ ծոցիդ թիթեր պետք էր, դու ձեր արծիվ մը բանտեցիր,
Կապույտ աչվիտ երբ որ բացիր, քեզ ալ սիրո մրմունջ պետք էր, փոքրիկ ծոցիդ թիթեր պետք էր, դուն ձեր արծիվ մը բանտեցիր, կապույտ աչվիտ երբ որ բացիր, կապույտ աղջիկ, պնդլուն երկ էր, քեզ ալ սիրո մրմունջ պետք էր, դուն գուշկական մրունչը սնդրեցիր, ես կերթամ միշտ անձայրացիր, դամբալներ են ոտքիս հետքեր, քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր, դուն փոթորկին ուրցքդ բացիր, կայրին աչքերդ սևացիր, պիտի մերնիս այսպես ներք էր, քեզի փոքրիկ սերմը պետք էր, դուն սեր Աստված սիրեցիր, Նորից ու նորից շնորհակալ եմ, շնորհակալ։ Մենք մի հրաշքեր ունենք այստեղ, պաշտոն ունեցող հրաշք է։ Մեր դպրոցի տնօրենն է, մեր ուրախությունն է։ Մինչև իրանք կերքեն, ասում է կոստյումը պիտի ինձ զարդարի, ես ախր կրունկներով կոշիկ էի բերել, որ հագնեմ, սպասեք գնամ հագնեմ դա։ Իսկ ես մոռացել էի շատ բաներ բերեի։ Հենց էտա, ոչինչ։ Մենք քեզ ներում ենք, դու լավ ես։ Բոլորը ձայնակցում ենք, երեխեք, հրաշալի երգա, լսեք։ Վայ բալատ, ասեցի կոստյումս մոռացել եմ, հագնեմ ծիծաղում եմ։ Հա? Շատ լավ արեցիր բալատ։ Արցաշով, հարսիկով, լույս տանգան, ծրտանով, սրտիդով, կերթամ ու գգան, երկու սրտիս դու ես տակում, կարոտ կոդենքին, թե չես կալու ունետակում, ականջ դիր երկին, Կանցնել Թուրքել ուրախ երկով օրոր ու շորով Ախ ինչպես եմ ես իմ տեսով մենակ ու մոլոր Աչքերի մեջ շուշի նման սիրուց կսպասեմ Իմ արևը դու ես իայն մի թող ինձ ասել Ջահել սիտը խորով Նազեին յարի Ափսոս հետս խարով Բան չկակասնի Ջահել սիտը Խրով Նազեին յարի Ափսոս հետս խրով սիտս չվարի Տարարարամ, բարարարամ, դու ես միայն մի թող ինձ անսել Երկով սրտիկն եմ թաղում Տարարարամ, 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 տարարարամ
Չես գալու ունեթակու ագահ Այս պահը նկարեք Շնորհակալ ենք Մարինեին, Ռուբենին եւ Սիլվային, հենց նոր անվագել, հենց նոր փորձել են ու հենց նոր որոշել ենք, որ պիտի երկվի։ Այնպես որ ու ես ուզում եմ ինձ գովանեմ, մի տարակում հետո բան ունեմ ասելու։ Ես ինչն եմ սիրում իմ միջոցառումը, իմիջայլոց հակակոշիկները։ Կոստյումը, ուրեմն ինչն է դուր գալիս իմ միջոցառումների, որ փորձեր չենք անում, թեկուզ այն օրը արել ենք առաջին անգամ, որ փորձեր չենք անում համապատրաստի, ձեր ժամանակը չեմ ուզում խլեմ, որ գիտեք արվեստի գործեր պիտի ստեղ ներկայացնենք, կարևորը հոգին է, եթե հոգի դրեցինք ամեն ինչ լավ է լինելու։ Մի ուրիշ հրաշալիք էլ ունեմ, Աննան, հա, արդեն հասկացա, բայց իմիջայլոց որոշել է ցուցակը ուղարկեմ այդ բոլոր ելույթ ունեցողներին, ասի Սիլվա իրանք կգան մոտավորապես այն ժամին, որ պիտի ելույթ ունենան, իրանք կարոտը մեջներից հանեն ու գնան, ավելի լավ է վերջի պահին տանք, ես գիտեմ էլի մեր հայերին, սա կդառնային թվիստ պարող տանգոյի փոխարեն, Աննա ջան, բայց ուրեմն ես այն օրը ավելի շուտ հայտնաբերել էի, նորից դեր օրը պիտի անդրադառնամ, որ Ռազմիկ Դավոյանին շատ է սիրում եւ ինչու անպայման ուզեցի Ռազմիկ Դավոյանից դնեմ, այս տարի հունիսին լրանում է նրա 85-ամյակը, ծափահարենք նրան եւ ծափահարենք մեր Աննային, որտեղ բանաստեղծությունը իսկապես շատ գեղեցիկ է, լսենք Աննա ջան քեզ։ Ես քոնն եմ հիմա, ես քոնն եմ, քո մարմարակետ թևերինն եմ ես, քո սև մազերի թելերինն եմ ես, քո մարմնի բոլոր ձևերինն եմ ես, եւ ուզում եմ, որ ինձ հիմա գրկես ու այնպես սեղմես քո կրծքին, որ էությանը ձուլվի իմ հոգին, եւ ես մոռանամ, որ աշխարհը կա, կան ուրիշ կանայք, կան ուրիշ երգեր, եւ կան այդ կանանց գուրգուրող ձեռքեր։ Իսկապես Ռազմիկ, այսինքն չգիտեմ, ես ինձ համար միշտ ասել եմ Համոսահյանն ամենաբարձրում է ու նրանից մի արտահայտությունն էին փոքր ժամանակ պիտի օգտագործեմ, ոչ բեմական, բայց պիտի ասեմ մի չրտ ցածր, մնացած բոլորը։ Անցնում ենք առաջ։ Հիմա պիտի լսենք մի հրաշքել ունենք մեր ուսուցիչներից, շատ լավ մարդ, ինձ համար չափից դուրս կիրթ, շատ լավ աղջիկ մեր Նինային, ամեն անգամ Վահագն Դավթյան, երազիս մեջ այսօր, երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից քեզ հետ էի իմ հեռավոր, մենք բարձրանում էինք անձրևաթած ձորից, թրջված, ցողաթաթախ ու բախտավոր, դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ, անսեթևետ այնպես բարի, նույն աղջիկն էիր, մազերը թյուս արած, Ինձ շատ արագ բանա, ծովներ գիշերներ, ես էի ու դու մի հատ արագ քնով արտասանեմ հեռախոսս դրել, ծովներ գիշերներ, ես էի ու դու Համոսահյան։ Դրան ծանոթ էիր դու խաղերին քո չար, ծովներ, ես անծանոթ էի խանդի ցավին։ Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին, երկնքի մեջ կապույտ ծովներ գիշերներ, որ տնես էլի կգա, հայերեն չունես։ Քեզ համբուրում էի, ուխտավորի սիրով ու սրբությամբ։ Ուրախ լալիս էին առուները հոտած, արևի տակ ծովներ գիշերներ, ես էի ու դու։ Ես արթնացա քնից, դրսում աշուն էր թաց, անձևն էր լալիս մեղ ու տխուր։ Վահագն Դավթյանի ու Համոսահյանի բարեկամության ու ընկերության մասին մեծ լեգենդներ են պատմում, բայց մինչև լեգենդին անցնելը որոշել եմ այսօր ես էլ ասմունքել ու Մեքսիկոյում
մի երկու կանանց հետ էի, այդ մարդիկ հոգնել էին այնքան էի ասել, կանգնում էինք օվկիանոսի ափին ու ես արտասանում էի այս բանաստեղծությունը ընդամենը 8 տող է, բայց հրաշալի է, Համոսահյան, բանաստեղծների բանաստեղծը ինձ համար։ Կարդեմ ձեզ համար այն օրը կարդացի, թե քեզ կարդացի, մարին չեմ հիշում ձեր։ Տեխնիկական խնդիրներ կան։ Հա, քեզ էլ եմ կարդացել։ Մի քանի հոգու կարդացել եմ։ Հայ, քեզ ամեն ինչ եմ կարդում։ Երևի այստեղ կանգնում եմ։ Ծովներ, գիշերներ, ես էի ու դու, 4 հոգով էինք, էլ ոչ ոք չկար, թե իմանար, թե մեզ ինչից է զրկում, առավոտն ինքն էլ երևի չգար, մենք մեզ իրար մեջ որոնում էինք, դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, աստղերից կախված օրորվում էինք, ծովներ, գիշերներ, ես էի ու դու, ապսոս 20 տարեկան չեմ, Ուրեմն, մինչև հաջորդ բանաստեղծին հասնելն ու անցնելը, ուզում եմ անպայման մի անգամ կարծեմ պատմել եմ այս պատմությունը, բայց ուզում եմ այսօր նորից պատմեմ, քանի որ սիրահարության մասին է, մի բանաստեղծ, որի կինը ազգություն չեմ ուզում նշել, որտեղ տգեղ կլինի, հայ չէր, Համոսահյանն ու Վահագն Դավթյանը եւ այդ բանաստեղծը իրար հետ ինչ որտեղ հանգստանում են կինը, գիտեք այդ բանաստեղծի կինը դուրս է գալիս Վահագն Դավթյանը դե բավականին տեսքով մարդ էր, համոն բուճուր, ասում է, Վահագ, ասում է, այսօր էս ինչը տանը չի, ասում է, գնում է քաղաք հետ գա, ասում է, արի իրիկունը չայ կխմենք, այդ կինը հրավիրում է Վահագն Դավթյանին, Վահագն Դավթյանը շատ օրինավոր մարդ, գալիս ասում է, համո, այս կին ինձ իր տուն հրավիրեց չայ խմելու, ասում է, ինչ անեմ, ասում է, ամոթ չի, այդքան հաց ենք կտրել իրար հետ սեղան ենք նստել, ասում է, այտենց բան չանես, դե սա էլ լսում է, հիմա օրինավոր մարդ է, ինտելիգենտ, ինչի մասին է խոսքը, չի գնում, առավոտյան այս կինը տեսնում է Վահագն Դավթյանին, ասում է, Վահագ, ինչի չեկար, ասում է, համոն էր եկել, մի շիշել գինի էր բերել, ասում է, Ենենց լավ ասում է, խոսեցինք, խմեցինք, ասում է, ինչի չեկար, մեր տղամարդիկ ակտիվացան, թեմա տվեցի, որ իրանք էլ մտածեն, Հիմա պետք է լսենք նորից Աննա Հակոբյանին, մենք մեր բոլոր բանաստեղծներն է շատ սիրահարվող, բայց երևի Իսահակյանի սերն անսահման էր, այդ մարդը երևի սիրելու համար էր ծնվել, սեր էր ծնվել իր ամեն ինչով ու ամենաշատ սիրել էր, այն կնուտի բանի պատմությունը չեմ ուզում արդեն 1000 անգամ պատմել եմ, այնքան չգիտեր էլ եմ, որ ասում որին սիրեմ, որին թողնեմ, ինքը այդ վիճակում էր, բայց Շուշիկը միշտ կար, ուզում եմ, որ անպայման կարդանք Շուշիկի սիրահարական նամակը ուղղված Շուշիկին, որը ավելի շատ մեղադրանք ու քարկոծում է, քան թե սեր է խոսում, խնդրեմ։ Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես, Ավետիք Իսահակյանս, ինչու եմ գրում, ինչ է ինձ ստիպում գրել, սիրել, ես քեզ չեմ սիրում, ատել, ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս, որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար, ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար անգամ սպանել, նորից սպանել, կենթանացնել, նորից սպանել, հավիտյան ապրել և հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել, անզոր եմ, ամբողջ էությունս բարի է, և որ ամենավողպալին է, ես դեռ քո ճիրաններում եմ, ինչ անեմ, ինչպես ազատվեմ,
Մինչև Աննան բանաստեղծությանը կանրադառնա, դե երևի շատերդ գիտեք, Իսահակյանը շատ վաղ տարիքում իր բարեկամուհին էր, հեռավոր բարեկամուհին սիրահարվում է կնոջը, այս աղջիկան ավելի շուտ, բայց նրան կնության են տալիս ավելի հարուստ մեկին, ու այդ հարսանիքին մասնակցում են նաև Իսահակյանի մայրն, որտեղ բարեկամներ են, մայրն ու քույրը, ու Իսահակյանն նույնիսկ նրանց չէր կարողանում ներել։ Ու կնոտի պատմությունը պատմել եմ, բայց որոշեցի հիմա պատմեմ։ Իսահակյանը նորից պատմել, որտեղ շատերը չեք լսել։ Կնոտը այն փայտն է, որով ձիերին մտրակն է, կներեք, որ ձիերին ասպատակում են, բարերն էլ չեմ հիշում, ինչ եղավ։ Ուրեմն ու այդ կնոտը ամեն անգամ, երբ որ ինքը Շուշիկի հետ իջնում էր ձորը, ամեն անգամ այդ կնոտը հարցնում է բանը, կառապանը վարպետ, հիմա ինչ անեմ, կնոտս կորցնեմ, ասում է հա, դե պետք է կնոտը կորցնի, որ իրանք մնան երկուսով։ Ամեն անգամ կնոտը կորցնում էր, հետո արդեն հետ էր գալիս, վարպետին ու Շուշիկին վերցնում էր, նորից հետ էր տանում։ Տարիներ անց Փարիզից գալիս է կնոջ հետ, նստում են այդ կառքը, իջնում են նորից Արփաչայի ձորը, շուռ է գալիս, ասում է, վարպետ, կնուտս պետք է կորցնեմ, չէ, պետք չէ, կնիգս է կողքինս։ Հենց որ կնուտը։ Ավետիք Իսահակյան, ախ, ես սիրու ճամփի ափում, մենակ բուսած վայրի վարդեմ, անցու դարձի փոշին ծփուն վրաս իջած, կորած վարդեմ, սիրունները պարտեզների քնքուչ պահած վարդն են սիրում, ես հուր վարդն եմ, ժեր սարերի, սերս հասած արևներում, անցու դարձող ինձ չի նայում, իս ես սիրու, ծով ծարավ եմ, ծարավ սիրտս փշել բուսցուց, հիմա չար եմ ու նխանձ եմ։ Ես ճիշտն ասած Ռուբեն Հախվերդյանին երբեք սիրահարված չեմ պատկերացնում, թող ինձ ների, չգիտեմ ինչի նրան ավելի շատ հայրենի քաղաքականություն եւ Երևան։ Մի անգամ հարապել։ Շնորհակալ եմ այդ մի անգամ։ Դավայ։ Կմասնակցեք։ Դու կարծում ես այդ անձրևն է արտասում պատուհանից, այդ ափսոսանքի խոսքերն են գլորում հատիկ, գլորում են ու հոսում են, ապակոց թափվում են ծած, այդ խոսքերը որ լսում են, իմ երկի մեջ ուշացած, Խոստովանանքը դասոսանքը դուշացած, Սերը խորհանելու գերու գախնիկ չդացված, Կատուցե աշնան կատակներ, տերևներն էին դեղնած, Ծարողոն ուր արկասում էր, մի աղջիկ մենակ կանգնած, մեր սիրո շունը երբեք չկրկնվի, Եվ անցյալ ամեն անգամ աշնարեք կայցելի, ու պատուհանից դուր կարտասվի, ու պատուհանից դուր կարտասվի, մեր սիրո շունը երբեք չկրկնվի, Եվ անցյալ ամեն անգամ աշնարեք կայցելի, ու պատուհանից դուր կարտասվի, ու պատուհանից դուր կարտասվի, Ես հիմա նոր հասկանում եմ, անցածը երբ չես բերի, Այդ ամենը հատություններ իմ գործածին մեղքերի, Այն աղջիկ է և հաշում եմ բախտների որ կործելի, Այն լինիվ խնդրություններ, որ երբեք իս չեմ ների,
Գիտեմ երջանկությունը մի անգամ է այցելում Իսկ հետո երբ հեռանում է այս հետո իր թողնում Ու հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում Այն հասցե որ նա թողնում է երբեք ոչ ոք չի գտնում Մեր սիրո Աշունը երբեք չի կրկնվի Եվ անցյալ ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուանից լուր կարտասվի Ու պատուանից լուր կարտասվի Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալ ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանից լավ կարտասվի Ու պատուհանից լավ կարտասվի Թողնա, ապրեք Եթե առանց փորձերի էսենց լավ է ստացվում, բա որ փորձեր անենք ինչ կլինի, հրաշք կլինի, շնորհակալ եմ, ապրենք բոլորս, նորից պետք է լսենք մեր տիրուհուն, այս անգամ մյուս սևակին պիտի ներկայացնի, պարուրի սևակին, նրա նամակից պիտի հատված կարդա, Սուլամիթային 1000 նամակ ունի գրած, մի հայ ունենք տաղանդավոր, վրացու հետ չէ, սկզբում հայի հետ էր ամուսնացած, Մայայի, հետո վրացու հետ ամուսնացավ, հետո սիրեց հրեային, հետո մահացավ։ Կիսա։ Ինչը, պարույր սևակ, Սուլամիթա։ Պարույր սևագի նամակը Սուլամիթային, իմ վերջին սեր, երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ, ես սիրում եմ քեզ մեծ սիրով, միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու թեկուզ հեռվից, թեկուզ անջատված, բոլոր դեպքերում չնայած այն ամենին ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար, սեր, Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան, հիասթափություն, եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ, հիասթափվեմ, ընդ որում ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում, պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս։ Սենց երևի միլիոնատ նամակ ունի, մեկը չեմ կարծում, հայ կնոջը կգրեին սենց։ Բայց ում է գրել։ Սուլամիթան ազգությամբ հրեա էր, իրանք ծանոթացել են Մոսկվայում և շատ մեծ սեր են ունեցել։ Իսկ ես մյուսը, պարույր սևակ, պետք չէ սիրելիս։ Պետք չէ սիրելիս, զուր ես երդվում, առանց երդմանը ես հավատում եմ, որ հիմա օրդ մի դար է տևում, որ փուշ կարոտը քեզ ծվատում է, որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, որ հիմա նունն ես կրկնում հաճախ, որ աղջկական քո մաքուր բարձին թեքված ես տեսնում մի ծերու կարծիվ, անգղ է լինի արծիվ է թվում, որ քեզ աշխարհում ոչինչ չի թողում, որ առանց սիրուս կյանքդ կորած է, որ
Գիտեմ ջանս, զուր ես կրկնում, բայց գիտեմ և այն, ինչ դու չգիտես։ Առաջին սերը, ինչպես որ հացը, ինչ էլ որ անես, միշտ հուտ է գնում։ Շնորհակալություն եւ Սևակին եւ Տիրուհուն եւ բոլորիս։ Մյուս բանաստեղծությունը որ պիտի լսենք, մտածեցի սիրո թեման առանց Սայաթ-Նովայի մի տեսակ պակաս կլիներ։ Պիտի լսենք Արմենակի կատարմամբ, որտեղ նորից սիրո թեման շատ շատերին իհարկե կարելի էր անդրադառնալ, բայց Սայաթ-Նովային անպայման ուզեց անդրադառնամ ու երևի երեկո էլ կանենք իր հետ կապված, չգիտեմ։ Արմենակ, դու իմ ղիմեթը չես գիտի, դու իմ ղիմեթը չես գիտի։ Չես գիտի, չունեմ այդ ակցենտը։ Ես քո ղիմետն չիմ գիտի։ Ես քո ղիմեթ։ Ջավահիր քարի նման ես, տեսնողին մեջ լում կշինիս, լելու դիդարի նման ես, աշխարհումս իմը դու ես, անգութ ես դու ու գութ չունես, նաբաթես շրթունքներ ունես, ղանդ ու շաքարի նման ես, հանճար է պետք գովքդ ասե, ատամներդ լալ ալմաս է, գույնդ ֆրանկի ատլաս է, ոսկե բանվածքի նման ես, մազերդ նման են ռեհանի, դու էլ ուրիշ միտք մի անի, խղճա ինձ, հոգիս մի հանի, կթառատ յարի նման ես, ոնց դիմանամ ես չափ չարին, աչքեմ ես կաթում է արին, Սայաթ-Նովա, նազդու է յարին, գնաց նոքարի նման ես։ Շնորհակալություն։ Ես նորից կասեմ, Բդոյան ընտանիքը ինձ համար թև, թիկունք, ամեն ինչ է։ Իսկապես հրաշալի են, ես իրանց մամային էլ եմ ասել, ափսոս որ գնաց ու չվայելեց մեր այսօրը, որտեղ գիտեմ որ հաճույքով կգար, դժվար էր տեղ գնում, բայց տեղ հաստատ կգար։ Ինչ ասեմ, շնորհակալություն իրան էլ եմ ասել ու իրենց էլ եմ ասում, իրենց երեխաներով հանդերձ։ Ուրեմն ծորում է աչքերիս սիրափայլ երազը, ես հարբած ընկել եմ գինետուն, նստել են իմ կողքին չարենցը, մինասը, հարբում ենք, նկարում ու կարդում։ Այս տողերը երիտասարդ, հիմա արդեն ոչ այդքան երիտասարդ բանաստեղծ, Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունից էր հատված, որի երկու ստեղծագործությունները պիտի խնդրեմ, որ Ֆրանցը կարդա։ Բանաստեղծը ինձ համար, այսինքն առաջին հայտնությունն են եղավ, որ երբ որ ես տեր հոր հետ խոսում էի ու ասեցի, որ նրա բանաստեղծությունների գրքույկն եմ բերել Երևանից, պարզվեց, որ ճանաչում է, որ ինձ համար զարմանալի չէր, բայց իր տեսակի մեջ նա շատերին է անհայտ ու ես նրա հետ կապված մի երեկո կանեմ, հատկապես ինչքան հասկացա շատ մտերիմ է եղել Խաչիկ Մանուկյանի հետ, երևի երկուսին իրար հետ խառը կանեմ, որտեղ իսկապես հրաշալի ստեղծագործություններ ունի գրած, հրաշալի։ Իսկ ինչպես ես հայտնագործեցի նրան, 2001 թվականին մինչև Ամերիկա գալը աղջկաս հետ հանգստանում էինք Հանքավանում եւ այնտեղ հանգստանում էր նաեւ Արտակի եղբայրը 2000 թվականին կներեք, որտեղ նա 2001-ին փետրվարին մահացավ։ Մասնագիտությամբ ատամնաբուժ էր Արտակ Համբարձումյանը։ Ու եղբայրը պատմեր, որ գիտես, շատ լավ բանաստեղծություններ ունի, եղբայրս գրած պոեզիայից էինք խոսում, ինչ որ երեկոներ էինք կազմակերպում, մենք գնում էինք, նստում էինք, լսում էինք, ու այդ եղբայրը մահացավ ու ես թաղմանը գնացի Արտաշատ, եթե Արտաշատում կան մարդիկ, Գարիկ Համբարձումյանի եղբայրն է, հայտնի բժիշկ է Արտաշատում, բան է, խիրուրգը ոնց էր հայերեն, վերաբուժ է ու
Եղբայրն արդեն մահացել էր, Գարիկը, ես այնքան կուզենայի այդ տղային գտնեի ու ասեի, որ իր խնդրանքի փոքրիկ մասը կատարել եմ, թեկուզ եթե երեկո անեմ, Արտաշատում ես բժիշկ ընկերուհի ունեմ, կուղարկեմ, կտա երևի։ Ուզում եմ անպայման տեսնի, ասեց, տիկին Հասմիկ, մի բան խնդրեմ էլի, արդեն մահացել էր, ասեց ինչ կլինի, Արտակի մասին, դե ինքը չգիտեր, որ ես երեկոներն եմ, ասում էր այդ գրքույկը տվեք թող կարդան, ուզում եմ Արտակի մասին իմանան։ Բայց խոստումս կատարեցի, ուզում եմ ասեմ։ Ես ասեցի, որ հնարավորության սահմաններում կփոխանցեմ, որտեվ 69 թվի ծնված մարդը հիմա կլիներ, չէ, այն ժամանակ 2001 թվին 32 տարեկան էր, ճիշտ հաշվեցի, մեկ 30 մաթեմատիկայից էլ վատ չեմ ասեմ։ 32 տարեկան էր ու իսկապես ծանր պատմություններ, ավտովթարից մահացավ։ Լսենք Ֆրանսին այդ երկու բանաստեղծությունը, որ ինքը կարտասանի, իսկ հետագայում տեսնենք, երևի կստացվի երեկո կանեմ։ Ու արդասվել մազերիդ մեջ, մարգարիտներ լցնել այդի փոսիկներին, ուղել երկար զգեստներիդ փեշերը պերջ և այլել սոսափույնը սոսիների, նկարել քեզ քո հայացքի կաթեին ամեն լուսավորված մերելային մոմի լույսով, ջրվեժներից կապույտ վարդի դեր անել, նվիրելու երկչու հույսով, քեզ նվիրել փափուկությունը երազների, ձյանը մեջ թաղված երակների գույնի նման քեզ նկարել սավաններին ու դասերին, հնադարյան, չնաշխարհիկ ու աննման։ Լավն է, արդեն գիրքը այնպես էլ կոչմա ու արտասվել մազերիդ մեջ, եթե չեմ սխալվում, տերհոր մետավոր վերցնեմ, ուզենակ կարդալ, կտամ բավականին լավ բանաստեղծություններ ունի։ Սիրելի, աննշմարի մեակ, իմ տխուր, իմ դժնի առասմել, սիրելի աննշմարի իմ մեակ, իմ կոտրած ապակով արակույր, քեզ համար ես չապրել չեմ կարող, բայց այսպես չեմ կարող և չապրել ապրել, սիրելի աննշմարի մեակ իմ ծարա ուռենի սևաթույր, հողում է աշխարը աշուն է գնել է, մի անմեղ տերև է մնացել թաքնված որբերի գրպանում, ինձ համար երազ է մնացել քեզ լուսնի կոնքերի դնելը, երազս դարձել է արտասուք իմ ցավով ողորված անպանում, սիրելի, աննշմար իմ էակ, իմ տխուր, իմ դժնի առասպել, գիշերը փքվել է կոպերիս, գիշերը հայրել է ձեռքերս, ես հալչող մոմերից ու ծխից ձուրում եմ մշուշե կարապներ, որ լողան աչքերիդ հայելում ու հանեն խորտակված երքերս։ Չեմ ուզում կրկնվեն, բայց ապրի բդոյանների ընտանիքը, ապրեն։ Շարլ Ազնավուրի երեկոյի ժամանակ, եթե հիշում եք, մենք անդրադարձանք Թեհրան 43 ֆիլմին, որտեղ ֆիլմը պատմում էր մեր Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին, ու հատկապես Գևորգ Վարդանյանի մասին, մի յութուբյան մի հոլովակ ենք նկարել Ֆրանսի հետ, ինձ համար Պարսկաստանում մեծացած երեխաներ են, իսկ Գևորգը Պարսկաստանում էլ ծնված, մի հայտնագործություն արեցի, շատ ուրախացա, Գոհար Վարդանյանը գյումրեցի էր, ասեմ իմանաք, 6 տարեկանում նոր տեղափոխվել են Պարսկաստան, այնտեղ ծանոթացել են, բայց ամենակարևորը, որ 19 տարեկանում, մեկը 24 թվի ծնված է, մյուսը 26 և 17 տարեկանում հավաքագրվելով այդ խմբի մեջ, որ ինչ որտեղ նաև փրկեցին աշխարհը պատերազմի դեպի դրական ելքը տանելուց ու փրկեցին այդ 3 մեկը մեկից հրեշավոր մարդկանց, բայց այդ պահին մեզ համար իմ կարծիքով կարևոր Ռուզվելտին, Ստալինի ու Չերչիլի կյանքը, ուրեմն ղեկավարում էր 19 տարեկան Գևորգ Վարդանյանը Գյումրեցի Գոհար Վարդանյանի հետ։ Տարօրինակ է։
ու նրանց սիրո պատմությունից ոչինչ չունեմ պատմելու, բացի այն, որ այդ մարդիկ 3 անգամ են ամուսնացել եւ 3 անգամներ իրար հետ եւ 3 անգամներ տարբեր անուն ազգանուններով։ Այնտեղ Գոհար Վարդանյանից մի բան պատմեցին, կնոջ ուղեղի ճկունությունը, որտեղ իրանք շատ հավաքներում էին լինում, շատ տեղերում էին լինում, դեսպանատներում էին լինում ու վախը շատ մեծ էր, որ ամեն րոպե կարող են բռնվել, ամեն րոպե։ Եվ այդպիսի մի հավաքույթի ժամանակ Գոհարը նկատում է, որ իրենց ճանաչել են, իսկ իրենք ուրիշ անուն ազգանունով են։ Դուրս է գալիս սրահից ու աղմուկ բարձրացնում, որ ինքը շատ վատ է, որ ինքը բժշկի կարիք ունի, ու ստիպված արդեն ամուսինն էլ հետը դուրս է գալիս ու այդտեղից անհետանում են, ճանապարհին բացատրում է, որ այնտեղ մարդ կար, որ մերս ճանաչել էր։ Ինչ դաժան կյանքով են ապրել, բայց ինչքան պայծառ եւ ասեմ բավականին անցած տարի ես հիշում եմ 100-ամյակն էր բանի ամուսնու, ինքն էլ երևի մի 2 տարի առաջ մահացավ 97-98 թվին ու զավակներ չունեցան եւ իրավունք էլ կներեք 97-98 տարեկանում զավակներ ունենալու իրավունք էլ չունեին, այդքան վտանգավոր գործի մեջ էին, նույնիսկ հիմա երբ որ այսքան տարիներ էր անցել։ Եկեք ծափահարենք այդ ընտանիքին։ Եվ ինչու անդրադարձա ֆիլմին, որովհետև մենք մի անգամ արդեն հնչեցրել ենք Ժորժ Կարվարենցի Վեչնայելու հավերժական սեր երգի երաժշտությունը պիտի հնչի Գայանեի ու Մհերի կատարմամբ եւ մոռացա ինչ որ բան պիտի ասեի դրա հետ կապված, լավ, եկեք ծափահարենք ու լսենք իրենց։ Ֆիլմում երաժշտությունը հնչել է, երգում էր Շարլը։ Ապրեք հրաշքներ ջան։ Մենք ենք շնորհակալ։ Եկեք համաձայնվենք, որ իսկապես ամեն մի ստեղծագործությունից հետո մի չրթ այսօր էլ եմ օգտագործել, կարոտ դուրս ենք անում մեր սրտից։ Հետո էլի գալու է տեղը լցվի, բայց հիմա գոնե գնում ենք լցված Հայաստանով, տուն ենք գնում էլի, որ
որ գնանք, հələ չեն գնալու, դե ուտենք։ Բայց մինչև գնալը եւ մինչև այս ամեն ինչը այնքան շնորհակալ եմ իսկապես որ եկել եք, որովհետեւ ասма չկա հանդիսատես, չեմ ուզում նորից անուններ տան, վայ ապրի տերուհին, տալիս եմ, բայց էլի ապրի Լուսինեն, ամենակարևորը մի կարևոր բան եմ մոռացել միջոցառման վերնագիրը սեր ունենք։ Սերունով մեր սրտի չափ։ Ուզում եի անպայման շնորհակալություն հայտնենք ու ծափահարենք Տիկին Նազիկին, որովհետև այս անգամ մեր ազդագրի վերնագիրը Նազիկն առաջարկեց։ Ման էին գալիս, մեկ էլ Նազիկն ասում է, եկեք այդ դնենք, եկավ ասում կլինի, ասում եմ իհարկե կլինի, եթե բանը գեղեցիկ է կլինի։ Շատ փորփորեցի, Շարլի մոտ գտա տողեր, շատ մոդիկ, բայց երևի չգիտեմ։ Բայց մենք իսկապես սեր ունենք մեր սրտի չափ եւ մեր սրտից էլ մեծ, շատ ունենք սեր։ Ու պիտի այդ սերը ինչքան հնարավոր է բաժանենք։ Սերը սեր չի տղամարդու կնոջ, սերը ամենակարևորը մայրական սերը, իսկ ամենակարևորը Աստծո նկատմամբ ունեցած սերը։ Եթե այդ սերը կա, մնացած սերերը գալիս են լավ չէ խոսում տեր հայր։ Զգում եմ դեմ։ Մինչև ավարտը ուզում եմ, որ աղջիկները մեզ նորից ուրախացնեն, Մարինեն և Աննան։ Շալախո։ Ապրես։ Այս ասելու եմ, թող վերջացնի նոր։ Այս է դա։ Թող ինքը եզրապակել։ Սկսեցինք լա։ Ասում են օրեր և հեռանում բարձր մեր սերը երբեք չի ձերանում լավ երկա դու և մոտ ես և անչափ հեռու Ազատվել են իմ մազերը կարոտից, ինչպես ուտը աստղի շողերից, ազատվել են իմ մազերը կարոտից, ինչպես մոթը աստղի շողերից, գնացինք Ասում են օրեր և հեռանում մեր սերը երբեք չի ձերանում նայում եմ քո բարի աչքերին և դառնում եմ նորից քո գերին արցունքները գոհարներ են ու լույսեր ամեն արցունք ստերել այրոցներ Արցունքները գոհ
չի գա։ Շատ եմ Մարինեին ինչի խնդրեցի, որ ասма հաշվեց դուս, երկու երկել եմ ուզում ավելացնեմ, մեկը մհերը, տիկին արուսը, որովհետև կանանց դու երկել ես իմ համար մեր տանը։ Չէ, պապա ծառ է, բայց շնորհակալ եմ, ապրի պապա, ապրի։ Ինքը չեկա, բայց ծաղիկներն ուղարկեց, մերսի։ Տարիրարիրամ, դավայ գնասինք։ Սիրուն աղջի, մոնկետկա, Շարմանի սիրուն ավելավա դու փոխվի իրանք էտ գնեմ։ Ոչինչ։ Գինին ձերից չգինեմ ինչ։ Դադուն է իպես սիրունի անուշիդյալուն է հանեք էտ կարոտը Elizar, Tikin Arus'ta ne poker? Padiliş Tikin Arus. Kanan Հանեցի կարոտը, բոլորիս կանանց նյամսյակը շնորհավոր ապրեք որ եկաք Մահեր չես երկում։ Երին հարուսը չէ, բայց նա լավ երկ Հա, մի լավ երկ։ Եթե աշխուժ բան եք ուզում։ Մինչև էտ աշխուժը մի բան էլ եմ ուզում ասեմ, Վարդգես Պետրոսյանի համար էլ էս տարի հոբելյանական տարի, մի շատ գեղեցիկ բան է ասել, ասում է սիրո բանաձևը, ջրի բանաձև չէ, որ 14 տարեկանից հետո բոլորը գիտեն։ Իսկ ես իմ կողմից ավելացնում եմ, ելնեք նրան, ով որ գիտի ու գտել է այդ բանաձևը։ Ապրենք հավերժ, խաղաղ ու առողջ։ Բանաձև չկա, բոլորի մոտ էքսպրոմտով։ Կա բանաձև դժբախտաբար։ Okay. Հովանես Թումանյան եւ այլն։ Դու գիտես։ Հա, դու քո երգը պիտի երգես, կներես։ Ես էլ այդմ։ Հա, դե վերջ, լավ։ Երևանի սիրուն աղջիկ my life Դու բոլորին տալիս ես կայ Երևանի սիրուն աղջիկ my life Դու բոլորին տալիս ես կայ Երևանի սիրուն աղջիկ Դու դենքո գիրը չգիրես Կալի ուր ճալի նյակի ուրբալի Հասայի ճալի ների կու ճալի լուկեի Okay Հատասում ճապիր մաբայն ճալի մոգեի Իամ լիկակ իրեն համար Ջուրեր խմում արվակից պեքել դրվի Նորակիվ Գայլը գտում վերևը հովքիվ Տալվես դևը Ախտու կկու հիմար կկու Կալի փոխի զար
Ապրես Մհեր ջան։ Ինչպես միշտ Փայլուն շատ շնորհակալ եմ Մհերին։ Իր ասած Ֆրանսը թող չլսի, Վահեից հետո իրան եմ սիրում, արդեն տենց եմ։ Չլսեցիք, չէ։ Իրան պետք, ես ասեմ իրան դա պետք էլ չի։ Ինքը իր աշխարհի մեջ։ Հատուկ մեր Վազգեն Տերհայրի համար Պետրոս Դուրյան, լճակ։ Ինչու ապշած են լճակ, ու չեն խայտար քո այլակ, միթե հայլուտ մեջ անցքավ, գեղուհի մնահեցավ, և կամ միթե կզմայլին, այլակդ երկնի կապույտին, և այն ամպոց լուսապտիտ, որ կնմանին փրփուրքիդ։ Մելամաղձոտ լճակդ իմ, քեզ հետ ըլանք մտերիմ, սիրեմ քեզի պես էլի, ես ալ, գրավիլ, լրել ու խոկալ, որքան ունիս դու ալի, այնքան էլ իմ ճակատս ունի խոկ, որքան ունիս դու փրփուր, սիրտս այնքան խոց ունի բյուր, այլ եթե գոգ դալ թապին, բույլն աստեղած երկնքին, նմանիլ չես կրնած դուս, հոգվույս, որ է բոց անհուն, հոտ աստղերը չեն մեռնիր, ծաղիկները հոտ չեն թորմիր, ինչու ապսաճ ես լճակ, ու չեն խայտար քո այլակ, մի թե հոգուտ մեջ անցկավ, գեղուհի մնայեցավ, ապրես